հավաքվելով հուշահամալիրների կամ եկեղեցիներում ոչ թե ոգեհանգիստ ենք մատուցում, աղոթելով մեր անմեղ զոհերի հիշատակի համար, այլ մեր աղոթքն ենք բարձրացնում խնդրելով նրանց բարեխոսությունը։ Քանի որ 100-ամյակի առթիվ, ինչպես բոլորդ էլ քաջ գիտեք, հանուն հավատքի և հանուն հայրենյաց ընկած մեր նախնիները, մեր ազգականները սրբադասվեցին և այսօր մեր միակ մխիթարանքը որոշ չափով և միակ սփոփանքը որոշ չափով դա այն է, որ մենք այսօր ունենք այդքան հայ ազգի սուրբ և կարող ենք ամեն մեկս, գրեթե ամեն մեկս պարծենալ նրանով, որ մենք մեր ազգի մեջ, մեր նախնիների մեջ, մեր պապերի կամ պապերի հայրերի մեջ ունենք սրբադասված մարդիկ։ Եվ այսօր յուրաքանչյուրիս աղոթքն է, որպեսզի այդ սրբադասված նահատակները իրենց բարեխոսությամբ ջերմացնեն Աստծո հայացքը մեր ազգի հանդեպ, ջերմացնեն Աստծո սերը մեր հայրենիքի հանդեպ և ջերմացնեն ընդհանրապես մեր հայրենակիցների սրտերը ու հոգիները։ 1,5 միլիոն նահատակների բարեխոսությունը ձեր բոլորիդ վրա, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի, օրհնյալ եղերոքի շնորհացրու ողջույն, երկայնքի խաղաղություն և Տեր մեր Հիսուս Քրիստոս Եսուսին ձեզ ընդամենեսյանս։